ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է, գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանում արցախցիների յուրաքանչյուր գործարքի կամ գործունեության համար պահանջվում է ունենալ Հայաստանի Հանրապետության անձնագիր։ Հայաստանում մնացած 103,674 արցախցին, եթե ստանա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, կտապալի ԿՊ-ի վերարտադրումը խորհրդարանական ընտրություններում։ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ԱԺ բանավեճը նոր փուլ է թևակողում։ Ժողովուրդ օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայց է ներկայացնելու դատարան ընդդեմ գլխավոր դատախազի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Անցած 5-շաբթի օրը մարտի 27-ին ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու փակ քվեարկությունից առաջ ԱԺ ՔՊ խմբակցությունը նիստ է արել։ ՔՊ-ական պատգամավորները բավականին ընդդիմադիր դիրքերից են խոսել խմբակցության փակ նիստի ժամանակ։ Պատգամավորները սակայն ստիպված են եղել քվեարկել, քանի որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանից արդեն հրահանգ վերաբերմունք էին ստացել։ Հրապարակ օրաթերթը գրում է. ԲԴԽ-ն հերթական թանկարժեք գնումն է կատարել։ Նախագահ Արթուր Աթաբեկյանի որոշմամբ 23 միլիոն դրամ է դուրս գրվել հակահրդեհային համակարգերի վերազինման համար։ Օրաթերթը նաև գրում է. Թեպետ որոշված է, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը պետք է հրաժեշտ տա պաշտոնին, սակայն կոմպետենտ փոխարինող չեն գտնում։ Դիտարկել են Հանրապետության գլխավոր ուռուցքաբան Հայկուհի Գյուրջյանի թեկնածությունը, որն աշխատում է Էրեբունի հիվանդանոցում, սակայն վերջինս մերժել է առաջարկը։ Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ օրագիր News կայքում։